Երեք մի քանի օր առաջ չեմ մանում, այնտեղ էլի սկսեց խոսալ այդ Լեննականի հրեշը, որ երկրաշարժի ժամանակ զբաղված էր թալանով, խոսում էր բանակի մասին, իր ներդրումը բանակի կառուցման մասին եւ այլ եւ այլ։ Ուզում հիշեցնեմ այն Վազգենի չափալախները, որ կերել ես ու այդ սուտասան մարդը այնպես բաներ էր խոսում, այնպես բաներ էր շուտ տալի, որ ճիշտ ասած զարմացած եմ։ Չեմ ուզում դրա անունը տամ, որովհետեւ ինքը այդքան չկա։ Ինչ որ սկսեցին խոսել, որ 44 օրվա պատերազմի ժամանակ իմ միջոցով Ռուսաստանի Դաշնությունը փորձում էր ազդել, որ մեզ համոզեր, որ պատերազմ չի լինելու, բայց մենք ունենք տեղեկություն, որ պատերազմ լինելու է։ Ուրեմն, գիտեք, մեր երկրի համարյա բոլոր ղեկավարներն են շատ հետաքրքիր էր, սեփական հետախուզության չէին հավատում։ Շատ հետաքրքիր։ Ասենք եթե ես եղել եմ 10 տարի հետախուզության պետ, եւ երբ որ ինչ-որ բան էինք գտնում, զեկուցում էինք, իրանք սկսում էին ինչ-որ ստեից ընդեից տարբեր արտասահմանյան երկրներից եւ ոչ միայն Ռուսաստանից, այդտեղ ուրիշ երկրներից սկսում էին ճշտել։ Տենց տեղեկություն նրանք ունեն, թե չէ։ Եթե ասում էին չէ, մեր տեղեկություններին չէին հավատում։